այս պահին գործընթացը ինչ թվում է, քանի քաղաքացի է հայտարարագրել առհասարակ իրազեկման աշխատանքները նաև մարզերում քաղաքացիների հետ կապված ինչպիսին է։ Շատ լավ, նախ նշեմ, որ 14,000-ից ավել մոտ 15,000 քաղաքացի արդեն հայտարարագրել են, ուստեղ կարևորը թերևս ոչ թե այս պայդրությամբ քանակն է, այլ դինամիկան, երբ որ նայում ենք շաբաթական թե ինչ է տեղի ունենում, ապա մեր իրազեկման արշավները կարծում իրենց օգուտը բերում են, այդ թվում նաև սոցիալական կրեդիտների շրջանակին լայնումը նույնպես իր օգուտները բերում է։ Եվս այս պայդրությամբ 7,000-ից ավել քաղաքացիներ արդեն սոցիալական կրեդիտներ են ստացել, 600 միլիոն դրամից ավել երեկվա դրությամբ, եթե խոսենք։ Ինչ վերաբերում է իրազեկման արշավներին, ապա այստեղ տարբեր թիրախներ ունենք։ Նախ առաջինը մարզային այցերն են, որոնք ակտիվ շարունակում ենք ու առաջին փուլը նախատեսում ենք այս ամսվա վերջ ավարտել, որի արդյունքներով կորոշենք դրացից ինչ այցերի կարիք կա։ Մյուս ուղղությունը կազմակերպություններ այցերն են, մենք խոշոր կազմակերպությունների հրավերով, այսինքն մենք ինքներս բաց լինելով հայտարարելով իրենց հրավերով կազմակերպում ենք այցեր, բայց նաև փոքր կազմակերպությունների համար մենք ինքներս ենք նախաձեռնում նմանատիպ իրազեկման հանդիպումներ, ինչպես մեր մոտ, այնպես էլ մեր սպասարկման սրահներում։ Մյուսը դե իհարկե արդեն քաղաքացիների համար հեշտացնելն է գործընթացը, մասնավորապես ուղեցույցների տեսքով, վերջերս պատրաստել եւ շրջանառել ենք նաեւ մեր սպասարկման սրահներում կա համապատասխան ուղեցույցներ, որոնք թույլ են տալիս շատ պարզ եւ մատչելի ձևով մի քանի էջի վրա ուղղակի հասկանալ, թե ինչպես կարելի է այդ հայտարարագրումը անել։ Բացի այդ, մենք շաբաթական շատ ինտենսիվ ռեժիմով պարբերաբար վիդեոռոլիկներ, հրապարակումներ, տարբեր իրազեկման հոլովակներ պատրաստում ենք եւ տեղադրում մեր կայքում, եւ մյուսը թվային պլատֆորմի ուղղությամբ արդեն աշխատանքն է, կայքը եւ մեր այս պահին գործող մոբայլ հավելվածը պարբերաբար կատարելագործում ենք ելնելով պահանջներից քաղաքացիների, բացի այդ աշխատում ենք նոր հավելվածի վրա, որի մասին վարչապետն էլ է խոսել, ես էլ եմ իմ հանրային ելույթներում խոսել, որը հնարավորություն է տալու շատ ավելի պարզ ձևով հեռախոսից այդ հայտարարագրումը իրականացնել։ Քաղաքացիների կողմից հիմնական խնդիրները կամ մտահոգությունները ինչի հետ կապված են եղել։ Տեսեք, մտահոգություններ ավելի շատ երևի թե սովորելու process-ի հետ է կապված, այսինքն այդ թվային պլատֆորմի հետ աշխատանքն է, որի ուղղությամբ ասեցի մենք մաքսիմալ ջանքեր ենք ներդնում, որպեսզի իրենք կարողանան շատ պարզ ձևով այդ ամենը լրացնել։ Մյուսը մենք նաև ավտոմատացումներ ենք ներկայումս անում, օրինակ այնտեղ բազմաթիվ տողեր կան, որոնք արժանաբար ավտոմատացնում ենք եւ քաղաքացիները ավելի հեշտ ձևով են այդ հայտարարի լրացումը անում, օրինակ տեսեք մի օրինակ բերեմ, օրինակ կൂട്ടակային հատկացումները կենսաթոշակային ֆոնդերին որ ուղարկում են, նախկինում քաղաքացին ինքը պետք է լրացներ պետության կողմից հատկացված այդ գումարները, հիմա դա ավտոմատացված է, նախատեսում ենք հետագայում նաեւ բանկերի տեղեկատվությունը ավտոմատ ձևով միացնենք այդ համակարգին եւ ավտոմատ լրացվի եւ քաղաքացիները չգնան օրինակ փորձեն փնտրել թե իրենց ավանդների դիմաց ինչ տոկոսներ եւ ինչ եկամտային հարկ են վճարել կամ կենսաթոշակառուների համար կենսաթոշակները նպաստառուների համար նպաստները հիմնականում այս տիրույթում են հարցերը եւ իհարկե մնացած բնույթի հարցերը մեթոդական են, այսինքն օրինակ ենթադրենք եկամտի տեսակ կամ հարկվող եւ չհարկվող եկամտի տեսակներ են խնդրում քաղաքացիները, որ մենք պարզաբանենք իրենց։ Մենք այդ այցերի ժամանակ պարզաբանում ենք, հետո անմիջական էլի կապի մեջ ենք լինում, պարզաբանում ենք։ Այս երկու խումբ հարցերն են, որը կարծեմ երևի ինքը նաեւ հետաքրքիր process-ային առումով, որ իրենց գիտելիքներն է զարգացնում թվային տեխնոլոգիաների օգտագործելու, ինչպես նաեւ ավելի լավ հասկանալու, թե ինչ եկամտի տեսակներ են համարվում հայտարարագրման ենթակա։ Սոցիալական կրեդիտների թեմային շատերը քաղաքացիներից զուտ ուղղակի խուսափում են օգտվել սոցիալական կրեդիտից, այն համարելով, որ եկամտահարկի վերադարձ է կարծես թե իրենց համար կատարվում, այդ մտահոգություններն ունեն ու կոպիտ ասած ռիսկի չեն դիմում, փորձում են հետագայում ավելի կոպիտ ասած նշանակալից ինչ որ ծրագրերից օգտվել, այս դեպքում ինչ կարող եք ասել։ Անկեղծ ասած նման մտահոգություն մենք չենք լսել, ավելին ասեմ, սոցիալական կրեդիտները նույնիսկ ոգևորել են քաղաքացիներին եւ մոտիվացրել այս համակարգում
հայտարարությունները ավելի ակտիվ իրականացնել։ Ամեն մի դեպք առանձին ուսումնասիրվում է, եթե լինում են խնդիրներ եւ համապատասխան պարզաբանումներ տրվում են, բայց նման խնդիր, որը որ դուք նշում եք, մենք չենք նկատել մեր պրակտիկայում։ Ամեն դեպքում, այսպես ասած, տարակարծություններից խուսափելու համար եկամտահարկի վերադարձից սոցիալական կրեդիտը ինչով է տարբերվում։ Տեսեք, ինքը ըստ էության նույնն է, այսինքն սոցիալական կրեդիտները քաղաքացիներին վճարվում են իրենց վճարած եկամտային հարկից, այսինքն քաղաքացին, երբ որ բարձր աշխատանք է կատարում եւ դրա դիմաց եկամտային հարկ է վճարում, այդ եկամտային հարկից վերադարձվում է իրեն սոցիալական կրեդիտ։ Հետևաբար այդ տեսանկյունից որևէ քաղաքացի կարծում անհանգստանալու կարիք չունի։ Ավելին, ինքը նույնիսկ ստացվում է ավելի քիչ եկամտային հարկ է վճարում, իսկ մնացած մասը օգտագործում է իր եւ իր ընտանիքի անդամների մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ։ Հետագայում այսինքն կարող են քաղաքացին սոցիալական կրեդիտից օգտվելուց բացի եկամտային հարկից առանձին ծրագրերով օգտվել։ Առանձին ծրագրերը տեսեք ինչպես է, եթե նկատի ունեք օրինակ հիպոթեկը, իհարկե, դա առանձին ծրագիր է, այսինքն այդ 100,000 դրամը, որը որ կա սոցիալական կրեդիտի, չի ներառում իր մեջ հիպոթեկի վերադարձները, այսինքն քաղաքացին կարող է օգտվել եւ նրանից, եւ այս 100,000-ներից տարեկան մակը։